Հունգարիայի ընտրություններն էին շատ հետաքրքիր, բայց ինձ համար ամենահետաքրքիրը մասնակցության բարձր ցուցանիշներ 75% բավականին բարձր, առհասարակ ես նաև հետևելով այդ ռեպորտաժներին, լուրերին, մարդիկ, չգիտեմ, Անգլիայից, չգիտեմ որտեղից եկել էին մասնակցեն ընտրություններին, ինչ եմ սա ուզում կարևորել, շեշտել, որովհետև մենք մեր հասարակությանը միշտ ինչ ենք ասում, չէ՞, նաև այս նախընտրական շրջանում հատկապես, որ շատ կարևոր է ձեր մասնակցությունը։ Ցածր մասնակցության ցուցանիշ նշանակում է ավելի մեծ հավանականություն, որ իշխանությունները կվերընտրվեն եւ իշխանությունների հիմնական նաեւ սպասումը ձևավորված է նրանից, որ մարդիկ քիչ կգնան ընտրության, իրենց մասաները ավելի լավ կկարողանան կոնսոլիդացնել եւ ըստ այդմ պատկերացնում են իրենց վերարտադրությունը։ Այս կոնտեքստում, եթե դեմ չեք քննարկենք նաեւ այդ ընտրությունները, մասնակցության բարձր ցուցանիշը, արդյոք սա նաեւ օրինակելի կարող է լինել մեր համար, որ երբ որ մարդը հաստատակամ է եւ կարեւորում է իր ձայնը, դա բերում է փոփոխության։ Մսը հետաքրքիր ետեք ինչն է, ինչի է Հունգարիայի ընտրությունները, ինչի են առաջացրել այսպիսի սպասելիքներ ընդհանրապես Հայաստանում։ Ինչ կապ ունի Հունգարիա ընտրությունը Հայաստանի ասում Պուտինի ինկերը գնաց աշխարհակաղակական կոնտեքստ են դնում տակը, մենք էլ նախընտրական փուլում ենք, փորձում են զուգահեռներ անցկացնել, ընդդիմությունը ինչ մարտավարություն ուներ, ով էր սատարում Օրբանին, հետո ընտրությամբ իշխանություն փոխվեց, այսինքն ինչ որ կոմպոնենտներ կան, որոնք փորձում են զուգահեռներ տանել մեր նախընտրական process-ների հետ։ Երևի նաև այն հանգամանքը, որ Օրբանը այն առաջնորդն էր, որը բավական երկար ժամանակ քաղաքական պատերազմի մեջ էր Բրյուսելի հետ։ Եվ միշտ բանի կենտրոնում էր, չէ՞, լրահոսի կենտրոնում էր։ Ուղղակի հրաձգությունը Օրբանի եւ Բրյուսելի միջև ամենօրյա ռեժիմի բան ուներ, բնույթ ուներ։ Այս ընտրությունների հետաքրքրությունը նաև դա էր, եւ երբ որ Ամերիկայի փոխնախագահ հատուկ գալիս է նախընտրական այսպես հանրահավաքին եւ աջակցությունն է արտահայտում Օրբանին, սա արտարոց եւս երևույթ էր։ Այստեղ կասեին միջամտություն ընտրություններին ըստ էության ուղղակի շատ ուղղակի միջամտություն էր, բայց դա չաստեց, Օրբանը պարտվեց։ Բայց հետաքրքիրը այստեղ ինչն է։ 3 ուժ են մտել խորհրդարան, 3-ն էլ կոնսերվատիվ պահպանողական ուժեր են։ Որևէ լիբերալ ուժ խորհրդարան չի մտել ընդհանրապես։ Եվ հաղթած Մադյարը ազգանունը հաղթած առաջնորդը ըստ էության Օրբանի թիմից էր, աշխատել Օրբանի աշխատակազմում, արտգործնախարարությունում, հետո ինչ որ մի պետական կառույցում, ընդամենը 24 թիվից է ընդդիմադիր դարձել, բայց հայացքների տեսանկյունից բավական նույնանման է։ Ուղղակի ասում էր Եվրոմիության հետ մի կռվեք։ Կարելի է շատ ավելի հանգիստ պայմանավորվել։ Եվ մոտեցումների մեջ տարբերությունը էական չի։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի հետ հարաբերություններում եւս շարունակելու են այդ հարաբերությունները։ Տնտեսական, այսպես շահագրգռվածությունը մեծ է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահելու համար։ Ստե ֆունդամենտալ փոփոխություն մոտեցումների մեջ չի լինել։ Եվ իդեպ նույնիսկ հայտարարել են, որ Ուկրաինայի զենք չեն տալու, բայց չեն բլոկելու նաև այն վարկային ծրագիրը, որը Եվրոմիությունը փորձում էր տրամադրել Ուկրաինային, բայց Օրբանը ուղղակի իր վետո իրավունքներ կիրառում։ Բայց այստեղ իրենք ասում են մենք մասնակցություն չենք ունենալու։ Վետո չենք դնի Ուկրաինային տրվող գումարին, բայց մենք մաս չենք կազմելու այդ տրամադրվող գումարին։ Այսպես ասենք, այդ Հունգարիան առաջնային է մեզ համար, այդ լոզունգը կամ ասենց Հունգարիա first լոզունգը մնալու է ուժի մեջ։ Եվ ստե մի շատ հետաքրքիր բան, իրենց համակարգ ընտրական ունի մեծամասնական եւ համամասնական խառնը, հա։ Խառնը։ Տարբերությունը համամասնականում շատ փոքր էր, ընդամենը 3 ձայնի տարբերությամբ Օրբանը պարտվեց։ Մեծամասնականում խայտարակ պարտություն գրեց Օրբանը։ Խայտարակ պարտություն։ 106 տեղից ընդամենը 13-ն է ինքը
վերցրել, մնացած ամբողջությամբ գնացել է այդ նոր ուժին։ Սա մի անհասկանալի մի երևույթ է, սա խոսում է երևի նրա մասին, որ որոշակի հոգնածություն կար նաև մարդկանցից, բայց որ իշխանությունը պարտվի մեծամասնական տարածքներում, հարաբերակցությունը համարյա հակառակներ, հիմա ասենց փոխվեց հակառակը եւ դրա հաշվին ընդդիմությունը ըստ էության խախտեց եւ բավական ջախջախի հաղթանակ էր մեծամասնականի հաշվին։ Բայց կրկնեմ, սա գաղափարախոսական փոփոխություն չեղավ։ Նույն կոնսերվատիվ ուժերը եկել են իշխանության, ուղղակի ավելի շատ մտածելով, թե պետք չի հակադրվել Եվրոպային այս տարբերակով, ինչպես անում էր Օրբանը, եւ կարծում եմ նաեւ որոշակի այս ինչ որ կատարում է աշխարհում, որոշակի հակաամերիկյան տրամադրություններ է ստեղծում Եվրոպայում եւ միգուցե նաեւ հələ Պարշի Վենսի գալ եւ աջակցություն հայտնել հանրահավաքում ավելի շատ օգնեց Օրբանին, թե խանգարեց։ Ես իրականում պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ Օրբանը հեռացել է, էմոցիոնալ բան եմ ասում բացառապես որպես հայ մարդ, որովհետև նույն Օրբանն էլ, որ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին եւ հետո Սաֆարովը Ադրբեջանում հերոսացավ։ Բացառապես այդ կոմպոնենտով պայմանավորված ուրախ եմ, որ ինքը հեռացել է։ Բայց կարծում եմ մեզ համար որպես ընդդիմություն կարևոր մի քանի մեսիջ կա, որ կարելի է փոխանցել մեր հասարակությանը։ Առաջինը, որ տասնամյակների իշխանությունը ընտրություններով փոխվեց։ Եվ այո, պետքա թույլ չտալ, որ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գնան երրորդ սրոկի, այսինքն անդադար արդեն 12 տարվա իշխանություն ունենան եւ հնարավոր է ընտրություններով փոխել։ Երկրորդը, որ մասնակցելիությունը էական ազդեցություն է ունենում ի վերջո արդյունքների վրա։ 70%-ից ավել մասնակցության բերումով է, որ Օրբանը պարտվել է։ Եվ երրորդ կարևոր եզրակացությունը, որին պետքա գալ, որ կապ չունի նույնիսկ այն պարագայում, որ Օրբանին աջակցում էր Վենսը, ասում են Ռուսաստանը, բոլոր տարբեր կենտրոններ աջակցում էին, նույնիսկ Վենսը նախընտրական փուլում Հունգարիայում էր, միևնույնն է դա չի փրկել Օրբանին։ Այսինքն այսօր նույնիսկ եթե մենք հնչում ենք հայտարարություններ տարբեր երկրների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող, դա ոչինչ չի նշանակում, եւ միայն ժողովուրդն է, որ իր ընտրությամբ պետքա այո, ցույց տա, թե ում է ուզում տեսնել իշխանություն։ Լրիվ համամիտ եմ Աննա, եւ ուղղակի մի բան էլ կավելացնեմ, 16 տարում Օրբանը լուրջ փոփոխություններ է մտցրել ընտրական օրենսգրքում, լուրջ ազդեցություն ունեցել դատական համակարգի վրա, սահմանադրական դատարան եւ այլ, ամբողջ դատական համակարգի վրա։ Ընտրական օրենսգիրքը այնպիսինն էր, որ բոլորին թվում էր, թե այս օրենսգրքով հնարավոր չի իշխանությանը խախտել։ Սա ինձ ինչ որ մի բան հիշացնում է։ Բայց այսինքն կուտակվեց դժգոհություն եւ այդ դժգոհությունը ուղղակի արտահայտվեց ասենց քվեններով, ընտրությունների արդյունքով։ Մի բան էլ ավելացնեմ, Օրբանը նաեւ դիտորդ էր թուրքական, եթե չեմ սխալվում, թուրքական պետությունների կազմակերպությունում։ Եվ ինքը իր նախաձեռնությամբ ինքը ձգտում էր այնտեղ այսպես բազմավեկտորային իր հակումները կային, ինքը ասենց փորձում էր բոլոր տեղերում ինքը լինել, համամիտ եմ ձեր հետ Հայաստանի նկատմամբ եւ հայերը պետք է լուրջ վերապահումներ ունենային այդ անձի նկատմամբ։ Այո։ Բայց արի հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունները դիվանագիտական հարաբերությունները վերականգնեցին, այո, այս իշխանությունները եւ նույնիսկ նախապայման որպես այդպեսին դրված չէր գոնե ներողություն խնդրելը կամ սղճալը կամ դիվանագիտական մի հայտարարություն ստանալ Հունգարիայից գոնե չեն կարողացել միջև հարաբերությունների հաստատումը։ Թեկուզ խնդրանք հորդոր ներողություն խնդրելու։ Բայց մեր իշխանությունները ընդհանրապես սկզբունքայնություն չունեն, ընդհանրապես ենթադրում է, որ նույնիսկ չգիտեն այդ բառը ինչ է նշանակում։